Բարև սիրելիներս, այսօր գործելու ենք այս հետաքրքիր շարֆը, ճիշտ է թելերը դեռ վերջնականապես չեմ կտրտել, չեմ պահել, շուտով, ուզում էի, որ 1 րոպե առաջ ձեզ ցույց տալ, գործենք այսպես հետաքրքիր պոչերով շարֆիկ, նկարը հիմա կտեղադրեմ ինչպես է նստում և ինչ ձև կարող եք գործել, ես մի փոքր կավելացնեի, ես տեսա ինտերնետում շատ են գործում, բայց ես մի փոքր կավելացնեի այս հատվածների լայնքը, որ ավելի շատ փորեր լիներ, եթե ցանկանաք կարող եք այս հատվածում մենք անում ենք 5 հատ, կարող եք նաև անել 7, կարող եք 9, 10 անել, ինքը փորերը այդպես է, ավելի շատ կլինի փորեր և ինձ թվում է ավելի գեղեցիկ կլինի, հիմա որ նկարը տեղադրեմ, արդեն բոլորիդ համար պարզ կլինի ինչի մասին էի ասում, չափսերը հիմա ասեմ, սա 1.30 է, այս երկարությունը, ինչպես որ մենք գործում ենք, ես ասում եմ տեսանյութի մեջ, թե ինչքան է չափսը, իսկ հիմա սա 36-37 սանտիմետր է, այս հատվածը, եթե ուզում եք կարող եք մի փոքր էլ անգամ մեծանել, եթե կարող եք չափել ձեր վիզը, տեսնել քանի սանտիմետր է և ըստ դրա անել, այդ ամենը թողնում եմ ձեզ, ինքը այնքան հեշտ է, որ ոչ մի դժվարություն այստեղ չկա, անգամ նոր սկսնակը կարող է գործել, ուղղակի ես այս վերջույթները միշտ ուրիշ ձև եմ գործում եմ ուղիղ և դա է պատճառը, որ այսպես հետաքրքիր նախշեր ենք ստացել եզրերում նայեք, մարդիկ կան ավարտում են վերջինը գործում են թարս և սկիզբը ուրիշ կերպ են հանում, կաթիլների նման է լինում, իսկ ես այդպես չեմ անում, ես անում եմ այսպես, ինքը ինձ թվում է ավելի հետաքրքիր է դարձել, դե ձեզ բարի դիտում եմ մաղթում, ես կգործեմ այս թելով, սա 100 գրամը 241 մետր է և 4.5 համարի շուղերով, ընդամենը հավաքում ենք 10 օղակ և 4.5 համարի շուղով, ես ձեզ ցույց եմ տվել այս մյուս հավաքելու ձևը, 4, 5, 6, 2, 4, 6, 8, 9 և 10, և առաջինը, այսպես պետք է մտցնեք առաջինը, գործում եք և ձգում, գործում եք 1 ուղիղ, 2 թարս, ինչպես որ կցանկանաք, այս թարսերը, ես ձեզ այսպես եմ ցույց տալիս, եթե դուք այնպես եք գործում, այնպես կարող եք գործել, 1, 2 ուղիղ և 2 թարս, այսպես կարող եք գործել, ես այսպես եմ սիրում, և վերջում մնում է 2 ուղիղ, վերջին ուղիղը անպայման տակից պետք է հանեք, ոչ թե մեջից, երկրորդ շարքում, թելը բերում եք դեպի ձեր կողմ և շուղը, ձգում եք լավ և շուղը մտցնում եք այս հետևի կողմով, այսպես, և ձգում եք, որ այստեղ շատ թելը չմնա, և ինչպես որ երևում է, այդպես գործում ենք, այստեղ 1 թարս է երևում, բնական է, 1 թարս ենք գործում, 2 ուղիղ, ինչպես միշտ,
2 թարս։ Ընդհանրապես ռեզինկա է սա, ուղղակի պետք է այստեղ ուրիշ ձև եմ գործել։ 1, 2 և սա գործում եք 2 թարս։ Հաջորդը սա պետք է հանեք այսպես, մուտքը դեպի այսպես, ձգում եք, որ ինքը այդպես շատ թելիկներ չմնա և շարունակում եք այսպես գործել, 2 ուղիղ, 2 թարս, 2 ուղիղ, 2 թարս, ընդհանրապես դա է, միայն եզրերը դուք ինչպես որ ցանկանում եք, միգուցե հետո ցանկանում եք մշակել, այստեղ ուղիղը անպայման ձեզ նայող թելից, ներսից մի գործեք, այսպես բարձրանում եք մինչև 1.5 մետր, հետո արդեն կհանդիպենք, ընդհանրապես 2 ուղիղ, 2 թարս եք գործում, ուրեմն ստանում ենք նմանատիպ երկար ձողի նման, որից է դետալ, այսպես, սա կանենք ուղիղ կողմը, սա թարս կողմը, և այսպես հիմա փակում ենք, ինչպես ենք փակում ենք հելունով, եթե ցանկանում եք դուք կարող եք մեկ այլ ձևով փակել, ուրեմն այստեղից մտցնում ենք, ես փակում եմ 4 համարի հելունով, որովհետև ինքը 4.5 համարով եմ գործել, առաջինը վերցնում ենք այսպես, մտցնում ենք, վերցնում ենք, երկրորդը տեսնում ենք ուղիղ է, ևս նույն ձև ենք մտցնում, հանում ենք շուղից և սա ևս մեկ անգամ էլ ենք անցկացնում, հաջորդը թարս է, պետք է գործենք թարս, թարս ենք վերցնում և հավաքում, ևս էլի թարս է, թարս ենք վերցնում և հավաքում, ուղիղ է, ուղիղ ենք անում, ևս ուղիղ է, ուղիղ, թարս է, թարս, ևս թարս, և վերջինները ուղիղ են, ևս գործում ենք ուղիղ, և հետո սա կտրում, այսպես, շատ հարկավոր չէ, լավ ձգում ենք այս մասը, հիմա շուղերը մի պահ մի կողմ ենք դնում, բաժանում ենք 2 հավասար մասի, այսպես, այս եզրից, որտեղ որ ծալված հատվածն է, չափում ենք 18 սանտիմետր, վերցնում ենք 18 սանտիմետրը և այստեղ մարկեր ենք դնում, մի փոքր այս կողմ տեղադրեմ, որ մենք այս հատվածից գործենք, և նույնը, նույն ուղղությամբ այսպես այստեղ էլ ենք տեղադրում, և
այստեղ նույնպես։ Ոչինչ, որ մի փոքր աչուձախ կլինի։ Դա ոչինչ։ Մեզ վերջնական տեսքն է հարկավոր։ Ահա, այսպես դնում ենք մի կողմ, սանք ավելորդ իրերը և վերցնում ենք թելը և վերցնում ենք ուղիղ հատվածը, վերցնում ենք շուղը, սկզբում հելունը, որ ավելի հեշտ լինի, այստեղ ես արդեն օղակ եմ արել, այսպես, ընդամենը ինչպես եք հելունով օղակ անում, այդպես օղակ եք անում և այս առաջինը թողնում ենք, երկրորդից ամրացնում։ Եվ սկսում ենք յուրաքանչյուր այս անցքից հանել մեկական օղակ, բայց արդեն շուղը, որովհետև մեզ շուղն է հարկավոր, ոչ թե հելունը։ Կարող եք այս թելն էլ հետը բռնել, այդպես ավելի լավ կլինի։ Բոլոր անցքերից հավաքում եք, հիմա ինձ մոտ այսպես հարմար չի։ Թելը արդեն թողել, շատ ախանգարում։ Պետք է հավաքեք 4-ի բաժանվող թիվ։ Մեզ 4-ի բաժանվող թիվ է հարկավոր, 2, 4, 2, 4, այսպես։ Եթե կհասնենք այնտեղ տեսնենք, որ 4 չի լինում, ոչինչ, 1, 2 կարող ենք այն կողմ գնալ։ Հիմա այդպես ինքնուրույն հավաքում ենք և արդեն կվերադառնա։ Ահա, հավաքեցի, այսպես։ Հիմա հաշվում ենք 2, 4, 2, 2, 4, 2, 4, 2, 4, մեկ այստեղ մեզ մոտ մնում է, մենք կարող ենք, պետք է մենք հավաքենք 1, 3 ուղիղ, 1 թարս, այստեղ 1 մնացել էր, 2 և 3 կարող ենք հավաքել, ահա, 3 ուղիղ, այստեղ 3 ուղիղից ենք սկսում, այստեղ 3 ուղիղից ավարտում և շարունակում ենք գործել, այստեղ հանում ենք առաջինը, գործում ենք 3 ուղիղ, 1 թարս, 3 ուղիղ, 1 թարս։ Գործում ենք այսպես մինչև շարքի ավարտը և կհանդիպենք արդեն հաջորդ շարքում։ Այստեղ արդեն ես մի փոքր սկսեցի, մոռացել էի, որ պետք է ձեզ ցույց տամ։ Ուրեմն գործել եմ 3 թարսը, այստեղ մենք սկսում ենք թարսից, սպասեք լավ ցույց տամ, ահա, պտտեցրել ենք և գործել, ահա, առաջինը հանում եմ և այստեղ գործում 3 թարս, 2 է արդեն մնում, 3-ի փոխարեն, որովհետև 3 թարս էր այստեղ։ Եվ 1 ուղիղից գործում ենք 1, թել ենք վերցնում, գործում ենք երկրորդը, թել ենք վերցնում և սա
Գործում ենք պտտեցրած, պտտում ենք, գործված քնեք, այս որպեսի անցք չունենանք մենք հետո, սա պտտում ենք, ունենում ենք այստեղ մեկ անցքից 5 օղակ, ևս էլի շարունակում ենք 1, 2, 3 թարս և այստեղ ուղիղից գործում ենք 1, թել ենք վերցնում, 2, թել ենք վերցնում և երրորդը պտտեցնելով գործում ենք։ Եվ այսպես բոլորը այդպես գործում ենք։ Նայեք, թելը ես վերցնում եմ այսպես և պտտեցնում։ Սա ավելացումն է, որ փորեր ունենանք մենք, մեր վզի վրա փորեր է լինում։ Դրա համար է, սա ավելացում է։ Հիմա գործեմ այս շարքը։ Անցնում ենք արդեն հաջորդ շարքը։ Առաջինը հանում ենք, այստեղ երևում է 1, 2 թարս։ Եվ այս 5-ը, որ մենք գործել ենք, սա պետք է գործենք թարս ամբողջը։ 1, այստեղ նայեք, այս օղակը պտտեցնում ենք, դիմացի թելով եք անպայման գործում, որ ինքը պտտվի, որ անցք չլինի, մեզ հարկավոր չէ անցք։ Եվ 5։ Կրկին գործում ենք 1, 2, 3 ուղիղ և 5 թարս։ Այդտեղ նայեք, եթե մենք այս մյուսով գործենք, ինքը չլինի այստեղ։ Առաջինով եք գործում, ինքը արդեն գործվածքը պտտվում է։ Այսպես բարձրանում ենք, հիմա կասեմ քանի սանտիմետր, և սա մոռացա նշել, սա պետք է լինի 3 սանտիմետր, դուք ինչպես եթե ուզում եք մեկ այլ ձևով գործել այս երկար ձողը կարելի ասել, դուք կարող եք այդպես գործել։ Իսկ ինչքան ենք բարձրանում, հիմա նշեմ, սա գործում ենք 5 սանտիմետր, այս մեր ավելացված փրթփրտիկները, և մի կողմը եթե գործում ենք, մի կողմը սրա հետ պետք է լինի 8 սանտիմետր, իսկ ևս հետո 5 էլ ենք ավելացնում այստեղ, դառնում է արդեն 13 սանտիմետր։ Այսպես է լինում մյուս կողմում, և այսպես բարձրանում ենք, ինչպես արդեն երևում է, հենց այդպես գործում եք, որը ուղիղ է երևում ուղիղ, որը թարս է երևում թարս, գործում եք 5 սանտիմետր։ Ավարտեցի մի կողմը, այսպիսի տեսք է ունենում։ Եթե դուք ուզում եք սրանք ավելի շատ լինեն, այստեղ կարող եք ավելի շատ վերցնել, այս հատվածում։ Ավելի շատ փորեր կլինեն այդպես։ Իսկ հիմա արդեն սկսում ենք մյուս կողմը։ Ընդամենը կրկին վերցնում ենք, ես հիմա չափեմ այսքանը, նաև դուք այս բարձրությունը կարող եք անել ձեր իսկ հայացողությամբ։ Ես տեսա, որ անգամ այս հատվածը բավականին լայն էին արել, իսկ սա արդեն մտնում է վզի տակ։ Դրա համար դուք ինքներդ կորոշեք, թե ինչպես եք ուզում։ Սա մոտավորապես այդպես կազմում է 8, 7.5, 8։ Եվ հաջորդը ինչպես ենք անում, կրկին ինչպես որ նա ենք արել, սա նույնպես այսպես վերցնում ենք այստեղից, կարող ենք հենց այստեղից վերցնել, դե սա հելունով պետք է արվեր, բայց դե հելունը ձեռքից տակ չի, կարող եք հելունով անել,
Կամ գնամ Հելունի հետևից, լավ եղավ։ Ահա, եւ հանում ենք կրկին, հա, ամբողջը այստեղ։ Ինչպես որ նախորդ անգամ ենք հանել, այս պետք է վերցնենք մեկ թելը, հա, եթե իմ նման եք անում, այստեղ երկու թել կա։ Պետք է մեկ թելը վերցնենք, որովհետև երկու թելը բավականին հաստ է լինում։ Եվ գործվածքը տանում է դեպի հետ։ Գտնում ենք մեկ թելը եւ վերցնում։ Եվ այսպես կրկին վերցնում ենք, բաժանում ենք էլի 4 հավասար մասի, եթե էլի մի փոքր ավել պակաս կլինի, այստեղ տեսնում եք 3-ով սկսել ենք, այստեղ 3-ով ավարտել ենք։ Կարող եք ավելացնել ընդամենը 3-ը։ Եվ գործում ենք հենց ամբողջությամբ նույն դետալը, նույն չափսերը։ Եթե կարող եք գրանցեք, թե քանի շարք եք գործել սա, որպեսզի հենց նույն դետալը ստանաք։ Փակել եմ հելունով, ինչպես որ փակեցի եզրը, նույնն է այստեղ։ Փակել եմ ընդամենը հելունով։ Եվ թարս կողմից, հա, թարս երեսից եմ փակել։ Կարող եք հելունով այստեղ անցնել, օրինակ, մեկ շարք հելունով ինչ-որ հետաքրքիր բան գործել, որովհետև դե սա շարֆ է, արդեն մնացած այդ հետաքրքիր պահերը թողնում եմ միայն ձեզ, դուք ինքներդ որոշեք, ինչ կարող եք անել։ Սա դուք եւս կարող եք մեկ այլ կերպ գործել, օրինակ ես եզրերը նայեք, ուրիշ կերպ եմ գործել, ես միշտ այդպես եմ սիրում, որ եզրերը այսպես հետաքրքիր լինեն, դուք կարող եք, հա, ինչպես որ գործում են վերջում թարս, հա, վերջում թարս են գործում, հաջորդը ուրիշ կերպ են հանում, այստեղ ուղղակի այդպես լինում է կաթիլի նման։ Ես սիրում եմ ավելի շատ այսպես, այս ոճը, եւ ինձ թվում է ավելի հետաքրքիր է, քան մյուսը։ Մյուսները ստանդարտ են, հա, իսկ սա ստանդարտից դուրս է։ Կարող եք նաև այստեղ դուք ինքներդ ինչ-որ հետաքրքիր նախշեր տալ, այստեղ գործել, այստեղից սկսված, այստեղ վերադառնաք, հա, որովհետև սա կապվում է եւ արդեն մնացածը թողնում եմ ձեզ։ Ես կկապեմ, իհարկե, դուք արդեն տեսարանքի սկզբում տեսաք դա, ամենայն դեպս, հա, ինչպես ցանկանում եք, այնպես կարող եք կապել։ Ահա, գործեցինք, այսպես ուղիղ ընդհանրապես շատ հեշտ է գործելը, պետք է ուղղակի նայեք, որ այս պահերը հավասար լինեն միմյանց, այսպես։ Եվ ընդհանուր տեսքը արդեն կտեսնեք նկարի տեսքով։